Հայաստանը ամրապնդում է իր դերը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն շնորհիվ Սփյուռքի խոշոր ներդրումների և Միացյալ Նահանգների աջակցության, նշում է Forbes-ը։ Ամերիկյան կառավարությունը հաստատել է NVIDIA չիպերի մատակարարումը հայ-ամերիկյան Firebird AI ընկերության կողմից կառուցվելիք $500 միլիոն արժողությամբ նոր տվյալների կենտրոնի համար։ 100 մեգավատ հզորությամբ կենտրոնը կաշխատի NVIDIA Blackwell սերնդի GPU-ների վրա։ Dell-ը կմատակարարի սերվերները, իսկ Telecom Armenian և Իռլանդիայի Imagine Broadband-ը կապահովեն ենթակառուցվածքները։ Firebird AI նախագիծը դարձավ հայկական Սփյուռքի կողմից իրականացվող բազմամյա ներդրումների ալիքի հերթական քայլը։ Սփյուռքը նախկինում ֆինանսավորել է այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են Aurora Humanitarian Initiative-ը և United World College-ի ստեղծումը Հայաստանի հյուսիսում։ NVIDIA-ի Omniverse-ի և սիմուլյացիայի տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռև Լիպարիտյանը նշել է, որ հայկական պետության զարգացման համար անձնական պատասխանատվության գաղափարը ուժեղ է Սփյուռքի շրջանում։ Հայերը 600-700 տարի պետություն չեն ունեցել։ Մանկուց մեզ ասել են, որ մենք պետք է մեծ պատասխանատվություն կրենք։ Լիպարիտյանը կարծում է, որ Հայաստանն ունի գիտելիքների, տնտեսություն կառուցելու համար գործոնների հազվագյուտ համադրություն, իր կոմպակտ չափսերը, խորհրդային դարաշրջանում զարգացած բարձր տեխնոլոգիական ներուժը և առատ էներգետիկ ռեսուրսներ, ատոմային էներգիայից մինչև արևային և հիդրոէլեկտրակայաններ։ Բարձր տեխնոլոգիաները Հայաստանի միակ հնարավորությունն են արագ աճի համար, ընդգծել է նա։ Գլխավոր խնդիրը էներգիան գիտելիքի վերածելն է։ Սփյուռքի այլ կարևոր ներկայացուցիչների շարքում Forbes-ը առանձնացնում է Մոդեռնայի նախագահ և ֆլեգշիփ Pioneering-ի հիմնադիր Նուբար Աֆեյանին։ Հրատարակությունը նրան և Լիպարիտյանին նշում է որպես NVIDIA և Հայաստանի կառավարության միջև հատկապես սերտ հարաբերությունների հիմնական դեմքեր։ Այնուամենայնիվ, տնտեսական զարգացումը ուղեկցվում է ռիսկերով։ Հայտնի ձեռնարկատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը ֆինանսավորել է բազմաթիվ կրթական և սոցիալական նախագծեր, մնում է Բաքվում կալանքի տակ։ Forbes-ը ընդգծում է, որ սա ցույց է տալիս հակամարտություններից տուժած շրջանների բիզնես առաջնորդների խոցելիությունը։ Եվրամիությունը նույնպես մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանում, զարգացնելով կրթական և ստարտափ ծրագրեր, այդ թվում EU for Innovation East-ը։ Աֆեյանը և Լիպարիտյանը ելույթ ունեցան Երևանում կայացած Digitech տեխնոլոգիական համաժողովում, որը ներգրավեց ավելի քան 30,000 մասնակից։ Նախագիծը աջակցություն ունեցավ տեղական իշխանությունների, Եվրամիության և Ֆրանսիայի կառավարության կողմից։ Զուգահեռ երկիրն արդեն գլոբալացնում է իր սեփական ընկերությունները։ Pixart-ը, որը հիմնադրվել է Հայաստանում և այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գնահատվում է $1.5 միլիարդ։ Ինչպես նշել է Pixart-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Մադլեն Մինասյանը, ընկերությունը զգալի խթան ստացավ Քիմ Քարդաշյանի հիշատակումից։ Որքան խելոք է այս հավելվածը գրառումը, միլիոնավոր դիտումներ հավաքեց։ Ճիշտ է, մի փոքր պահ, բայց հսկայական ազդեցություն։